Քոնը քեզնով քեզ է մատուցում հանուն ամենքի եւ հանուն ամեն ինչի։ Գեղեցիկ խոսքեր են, ինչ խոսք։ Եվ թագավորություն է այն իշխանությունը Տիրոջ կողմից տրված, որը որ իբրև առաքելություն նաև իրականացնում ենք մենք այսօր իբրև եկեղեցական եւ իբրև եկեղեցու առաջնորդ կամ հովիվ։ Սրանից առավել մեծ իշխանություն, առավել մեծ թագավորություն այս երկրագնդի վրա չկա։ Ինչպես ասում է Սուրբ Գիրքը, Տիրոջ հարությամբ ասում է խորտակեց ամեն իշխանություն, խորտակեց ամեն պետություն, ամեն մեծամտություն եւ ամեն բան, մարդկային անգամ իմաստություն, ասում է խորտակվեց Սուրբ հարությամբ։ Ինչի համար է ասում այս խոսքը Սուրբ Գրքում, որովհետեւ Աստված, եթե ուզում ենք տեսնել ամենախոնարհներին, ամենատկարներին, ոչինչ չհամարվողներին ընտրեց իբրև իրեն հետևորդ ժողովուրդ։ Այլապես մնացածը ինչ կարգավիճակի մեջ է, ինչպես այսօրվա ավետարանում կամ Պողոս Առաքյալի խոսքի մեջ էր ասում։ Խոսքի մեջ է ասում է դուք մինչ Քրիստոսի հարության լույսը կրելը, մինչ Քրիստոսով ապրելը, մինչ Քրիստոսի անվան համար գոյատևելը, ասում է բոլորդ ամբոխ էիք, առանձին իբրև ամբոխ, ոչ հիմք կար, ոչ նպատակ կար, ոչ էլ իմաստ կար, ապրում էինք իբրև թե ապրում ենք, ինչպես այսօր օրինակ շատերն էլ ապրում են զուտ ապրելու համար, այլ ապրում ենք այսօր մենք իբրև քրիստոնյա եւ պետք է ապրենք իբրև քրիստոնյա։ Ինչ է քրիստոնեությունը, ինչ է հավատքը, ինչ է ճշմարիտ ապրելակերպը, ինչ է ոչ ճշմարիտ ապրելակերպը։ Ուրեմն ճշմարիտ ապրելակերպը այն է, ինչ որ այն ամենը, ինչ որ մենք քաղում ենք, տեսնում ենք, ստանում ենք այս աշխարհի մեջ, այդ ամեն ինչը Աստծո սեփականությունն է։ Ասում է Տիրոջ սեփականությունը, Տիրոջը վերադարձնենք իր կամքի համաձայն։ Այն ամենը, ինչ որ Աստծուն է պատկանում, վերադարձնենք Տիրոջը։ Քոնը քեզնով քեզ մատուցենք։ Քո սեփականն է։ Քեզանով, քո խոսքերով, քո գործով, քո առաքելությամբ, քո հարությամբ, քո արյան փրկագնմամբ։ Քոնը քեզնով քեզ ենք մատուցում։ Մինչև անգամ այն հացը, մի պատար հացը, որ մենք ուտում ենք, այդ դրա մեջ Աստծո ներկայությունը կա։ Այն ջուրը, որ խմում ենք, դրա մեջ Աստծո ներկայությունը կա։ Այն գետինը, այն հատակը, որտեղ որ մենք քայլում ենք, այդ հատակի ներկայության վրա անգամ Աստծո ներկայությունը կա։ Մեր կյանքում ամեն տեղ, ամեն վայրկյան Աստծո ներկայությունը կա։ Դրա համար հնարավոր չէ Աստծուն չմատուցել եւ դրանով գոհություն չապրել։ Հանուն ամեն ինչի եւ հանուն ամենքի։ Որովհետեւ առանց սրա ապրելու իմաստ գոյություն չունի։ Առանց սրա, եթե ես ասեմ, թե հավատացյալ եմ, Հակոբոս Առաքյալը եւս մեկ անգամ մեջ բերեմ այդ խոսքը, Հակոբոս Առաքյալն է ասում, լավ ես անում, հավատում ես, լավ ես անում, հավատում ես Հիսուսի անվանը, լավ ես անում, սատանաներ է հավատում։ Դե ապացուցի քո խոսքը սատանայի խոսքից։ Ինչով պիտի տարբերվի քո հավատքը սատանայի հավատքից։ Օրինակ, երբ որ որևէ աղանդավորի հետ, երբ որ խոսում եմ, այս խոսքը միշտ ասում եմ, հավատում ես, լավ ես անում։ Ասում է Հիսուսի անվան համար մեզ աղանդավոր եք կոչում։ Մենք Հիսուսի անվանն ենք հավատում, դուք մեզ աղանդավոր եք կոչում։ Մենք Սուրբ Երրորդությանն ենք հավատում, դուք աղանդավոր եք կոչում։ Ինչի համար եք մեզ աղանդավոր կոչում։ Ասում եմ այն բանի համար, որ դու տարբեր ես քո հավատքը սատանայի հավատքից։ Հավատում ես Սուրբ Երրորդությանը, լավ ես անում, ով է քեզ բան ասում։ Հավատում ես այս Սուրբ գրքին։ Սրա մեջ գրվածքին, հավատում ես, լավ ես անում, լավ գիտես, անգիր գիտես, շատ լավ է որ գիտես, սատանան էլ գիտի, դե ապացուցի,
Ինչով է քո հավատքը սատանայի հավատքից առավել։ Ապացույց է պետք։ Հավատքի համար ապացույց է պետք։ Քրիստոսի անվանը հավատալու համար ապացույց է պետք։ Միայն խոսքով չէ։ Միայն ասել ես քեզ սիրում եմ Տեր, դրանով չէ։ Միայն ասել ես սուրբ գիրքը անգիր գիտեմ, դրանով չէ։ Միայն ասել թե ես սուրբ գրքի ամեն մետողով ու բառով առաջնորդվում եմ, դրանով ապացույց չէ։ Սատանան էլ գիտի, ավրավել գիտի։ Մինչև դու պետք է բացես, որ կարդաս այս սուրբ գրքի պարունակությունը, Սատանան արդեն միլիարդավոր տարի առաջ անգիր գիտի դրա մեջ ինչ է գրած։ Ինքը կարա ամեն մի տող դու ասես, երկրորդ տողին քեզ խապի։ Քեզ շեղի։ Դու մի տող մեջ բերես սուրբ գրքից ասես, սուրբ գրքում սա է գրված, ինքը հաջորդ քայլափոխին քեզ կարող է շեղել։ Ինչպես օրինակ, այսօրվա ընթերցվածքի մեջ ասում է Պետրոս Արաքյալի ընդհանրական նամակի մեջ շատ ուշադիր եւ շատ կարեւորագույն խոսք է սա։ Ասում է ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ թանկագին անկյունակար եւ ով նրան հավատա ամոթով չպիտի մնա։ Ուրեմն եթե զուտ միայն հավատքով առաջնորդվենք եւ ոչ միայն ապացույցներով ու գործով, ուղիղ իմաստով կարաս հասկանաս այս խոսքը։ Այո, խոսքը վերաբերվում է Տիրոջը, Հիսուս Քրիստոսին։ Որովհետև անկյունակարը, վեմը, հիմքը բնականաբար ով է։ Հիսուս։ Հասկացա։ Եթե ապացուցի, այդ որ Հիսուս վեմն է, անկյունակարն է, որի վրա դու պետք է հենվես, ապացույց է պետք։ Գործող ապացույց է պետք, իրեղեն ապացույց է պետք։ Դրա համար Աստված ստեղծեց, հիմնեց թագավորական այն կառույցը, այսինքն եկեղեցին, մատուրը, հիմք դրեց դրա մեջ եւ իր անունը դրեց դրա մեջ եւ ինքը բնակվեց դրա մեջ, որպեսզի երբ հավատաս դրան, ուրեմն նշանակում է հավատում ես Աստծուն։ Երբ հավատում ես, որ եկեղեցին այն տապանն է, որի միջոցով դու փրկություն կգտնես չարի արեկոծություններից, երբ որ կտրամաբանես, ինչպես օրինակ 5 կտակարանով կգաս, կհասնես նոր կտակարան եւ կպատկերացնես, որ գիտես ինչ, երբ որ Նոյի ջրեղեղի ժամանակներն էր, ուրեմն Նոյի պատմությունը ներկայացնել սուրբ գրքի մեջ կարիք չկա։ Հա, պատմություն է, ասենք թե Նոյի պատմությունը ներկայացվեց սուրբ գրքի մեջ։ Իմաստը։ Միշտ ասել եմ 5 կտակարանը մի դիտարկեք իբրև զուտ հրեական պատմություն կամ աշխարհի պատմություն։ Մի դիտարկեք։ 5 կտակարանը ամբողջությամբ մարգարեություն է։ Ամբողջությամբ մարգարեություն է։ Ուրեմն եկեղեցու մասի մարգարեությունը պետք է տեսնենք 5 կտակարանի ջրեղեղի պատմության մեջ։ Թե ինչ է իրենից ներկայացնում եկեղեցին։ Ինչի համար, որովհետև Նոյը, երբ որ Աստված պատվիրեց Նոյին, ինքը կարող էր ուրիշ կերպ փրկել Նոյին։ Ինչ Աստված անկարող էր։ Ասում է Հիսուս Քրիստոս, երբ որ Փարիսեցիները կամ քահանայապետները, դպիրները մոտեցան Քրիստոսին փորձելու համար, ասեցին երկնքից Մովսեսը մանանա թափեց, որպեսզի մենք ուտենք ու հավատանք, որ Աստված կա։ Ասեց մի կարծեք, թե գիտեք ինչ, այդ Մովսեսն արեց, այդ Մովսեսը չարեց, դա ես արեցի, Հայրն արեց, որտեվ ես Աստծո մեջ եմ, Աստված իմ մեջ է։ Զարմացան, դառան նայեցին, սա ընդամենը 30 տարեկան ինչ է խոսում, ինչ ձեր հայրերի Աստվածը, որ Մովսեսին տվեց այդ հնարավորություն, դա ես տվեցի։ Ինչպես կարող է 30 տարեկան մի մարդ խոսի 1 միլիոնավոր տարվա մասին։ Ասեց, գիտեք ինչ, Աստված որ ուզենա, այս քարերից էր Աբրահամի զավակներ կհանի։ Ինչ Աստված անկարող է։ Ոչ։ Ուրեմն եթե Աստված ուզենար Նոյին փրկեր, Պարդատից չէր տապան կառուցել տար, այդ հես կար զերզամբա տապան կառուցել, ասել
Դե 5 հոգով մտեք մեջ, 8 հոգով մտեք մեջ։ Աստված ուրիշ կերպեր կարար փրկել աշխարհը։ Աստված ամենակարող է, անկարող չէ Աստված։ Բայց դիտավորյալ, դիտմամբ դա բան կառուցել տվեց ու հիմքերն ու կառույցի ամբողջ գծագիրը տվեց Սուրբ Գրքով։ Որպեսզի դու հասկանաս ամեն մի հիմքը ինչ նշանակություն ունի ներկայիս եկեղեցու պարագային։ Ուրեմն տապանը հենց ինքը եկեղեցու մոտիվն էր, եկեղեցու մասին մարգարեությունն էր։ Ծովի արեկոծությունը սատանայի բռնությունն է, չարիքն է, որի ժամանակ, երբ որ ծովը արեկոծվում է ամբողջ աշխարհի մեջ, ինչ ուզում ես եղիր, ով ուզում ես եղիր, ֆինանսական կարողություն կունենաս, չգիտեմ, դեռ իշխանական կարողություն կունենաս, խելք կունենաս, 100 հատ համալսարան ավարտած կլինես, չգիտեմ, ինչ կլինես, երբ որ չարը սատանան փորձեց քեզ, դու ոչինչ ես, չես կարող սատանայի դեմ։ Մի կարծիր, քեզ մեծամիտ մի համարիր, քեզ գոռոզամիտ մի կարծիր, թե դու կարող ես սատանային հաղթել քո աստվածաշնչագիտությամբ։ Չես կարող, այլ կարող եք միայն Աստծուն հաղթել հենց Աստծո խոսքով, հենց կատարած գործով։ Այսինքն, երբ որ կարողանաս ապացուցել մարգարեական գրքի եղելությունը, էությունը, եւ կարողանաս փաստել, ապացուցել, թե դա ինչ էր նշանակում, եւ դրանով առաջնորդվես Տիրոջը ստեղծածը, Տիրոջը վերադարձնես հենց Տիրոջ անվան համար։ Ուրեմն դրա համար ինչ էր Մովսես Նոյին ինչ պատվիրեց Աստված։ Ասեց մի տապան կառուցիր, որպեսզի կարողանաս մտնել ներսը, բայց որ տապաններ կառուցեց, էլի կառուցեց, ավարտեց, ըստ չափսերի, ըստ պարունակության, ինչպես որ Աստված պատվիրել էր։ Աստված ինքը իր ձեռքով փակեց տապանի դուռը։ Մարդը չփակեց, Աստված ինքը փակեց տապանի դուռը, ցույց տալով, որ անգամ դրա վրա էլ է իմ իշխանությունը։ Քանի որ իմ ձեռքը պետք է տիրի այնտեղ, որտեղ իմ ձեռքը կա, ուրեմն այնտեղ սրբություն կա։ Որտեղ Քրիստոս քայլել է, ուրեմն այդ վայրը սուրբ է։ Հիշենք անգամ Մովսեսի դրվագը, երբ որ Մովսեսը պետք է առաջնորդվեր հրյա ժողովրդին փրկելու եգիպտացիների երկրից, բարձրացավ Սինա լեռան վրա, գառներն էր արածեցնում իր աներոջ։ Հերվից տեսավ կիզվող մորենին, վարվում էր, բայց չէր վերջանում։ Աստված կանչեց իր մոտ, բարձրացավ դեպի այդ լեռը։ Երբ որ հասավ կիզվող մորենի մոտ, Աստված ասեց. «Կանգնիր այդտեղ, Մովսես, ոտքերիդ կոշիկները հանիր, որովհետև սուրբ է այդ վայրը»։ Հիմա ցանկացած աղանդավոր գա ինձ էսպես տեսնեք, ասի դի ձևականությունի անի բոբիկ ոտով ինչ է կանգնե տերդերը։ Դե չի հասկանում, որտեղ այնտեղ որտեղ որ կանգնած եմ, սա սուրբ վայր է։ Փաստում է 5 կտակարանի խոսքը։ Եթե դու չես ընդունում 5 կտակարանը, ուրեմն նշանակում է դու աղանդավոր ես։ Եթե կարդում ես, բայց չես հասկանում, նշանակում է դու աղանդավոր ես։ Աղանդավոր բառի իմաստը սա է, այսինքն կարդաս, բայց ուրիշ բան հասկանաս։ Կարդաս, բայց ճիշտը չմեկնես։ Ուրեմն երբ որ Մովսեսին տեսավ սովորական լեռ է, ժայռ էր, ինչ էր։ Կիզվող մորենի էր ընդամենը։ 1000 հոգի հելեր էր ընդեղ, 1000 հոգի իջեր։ Ինչ է այսքան ժամանակ ոչ մի անգամ նշան չէր տվել Աստված։ Բայց Մովսեսին նշան տվեց իբրև մարգարեական խոսք, որ իմանաս, որ վաղը չէ մի սորը 1000 տարիներ հետո, երբ որ Աստված իջնի, եւ որտեղ բնակվեց, որտեղ ձեռքը դրեց, որի դուռը ինքը փակեց, ուրեմն այդ վայրը սուրբ է։ Ուրեմն դրա համար է եկեղեցին մեզ համար սրբություն, դրա համար է մատուրը մեզ համար սրբություն, սրբավայր ենք մենք կոչում։ Ինչի համար, որովհետև Աստված իր շունչն է դրել այստեղ։ Ես սա Աստծուն է պատկանում, այն ամենը ինչ որ Աստծուն է պատկանում, քոնը քեզնով քեզ պիտի մատուցել։ Քոնն է, քեզնով քեզ եք մատուցում, իմը չէ։ Ոչ թե մենք քարը ենք պաշտում, ոչ թե թուփն ենք պաշտում, ոչ թե որևէ մի բան, այլ քոնը քեզնով քեզ ենք մատուցում, որտեղ վեմը դու ես, ասում է Պետրոս Առաքյալը։ Վեմ է, իրական վեմ։
Իսկ ասում է այն վեմը, որը անարգվեց շինողների կողմից, այսինքն այն վեմը, որը որ շատերի կողմից ընդունվեց, իբրև ճշմարտություն։ Մինչև այդ ինչ էին անում Քրիստոսին։ Հավաքվել էին բոլորը, երբ որ բժշկություններ տեղի ունենում, երբ որ հրաշք պիտի կատարեր, երբ որ մարդկանց պիտի բժշկեր, երբ որ պետք է 5000-ի կշտացներ, այն ժամանակ ասում էին Քրիստոսի մոտ. «Վայ, Տեր, վարտապետ, ծովն էլ անցան, չնայեցին գիտես ինչ հոգնած էին, հոգնած չէին, երկրից երկիր անցան, բայց երբ որ եկավ հասավ պատասխանատվության պահը, որ պետք է այդ տիրոջ ընծայածը իրան վերադարձնեն, բոլորը չկացան, բոլորը կանգնեցին, ասում խաչը հանեք դրան։ Ուրեմն դրա համար է ասում այն վեմը, որը անարգեցին շինողները, որովհետև այդ տիրոջ անունը վեր բարձրացնողները ժողովուրդն են։ Աստված ինքը իր անունը վեր չի բարձրացնում։ Մարդիկ են Աստծո անունը վեր բարձրացնող։ Մենք վեր ենք բարձրացնում, մենք էլ գցում ենք։ Մենք կառուցում ենք, մենք էլ քանդում ենք։ Ասում այն վեմը, որը շինողները անարգեցին, այսինքն խաչը հանեցին, այդ վեմը դարձավ իբրև անկյունակար, որի վրա հիմնեց իր սուրբ եկեղեցին։ Այսինքն ամեն մի մատուր, ամեն մի սրբություն, ամեն մեկ սրբավայր, ամեն մեկ եկեղեցի չէ, մատուր չէ, սրբավայր չէ, եթե նրա հիմքի վրա այդ վիմակարը չկա։ Ինչպես յուրաքանչյուր պատարակ, երբ որ մատուցվում է, պատարակի ընթացքում դրվում է վիմակար։ Քրիստոս կա սրա մեջ։ Այսինքն պարտադիր պետք է Քրիստոս լինի։ Եթե սուրբ սեղան չէ, եթե օծված չէ սուրբ սեղանը, որ Քրիստոսի խորհրդանիշն ունի, որի վրա պետք է պատարակվի հացն ու գիրին, դառնա Քրիստոսի մարմինն ու այրունը։ Ուրեմն պետք է անպայման օծված վիմակար օգտագործել պատարակի ընթացքում։ Իսկ ամեն բան սրա մեջ խորհուրդ ունի, որովհետև մենք չենք անում այն ամենը, ինչ որ մեզ է ձեռ տալիս։ Մենք չենք անում այն ամենը, ինչ որ մեզ է հաճելի, այլ մենք անում ենք այն ամենը, ինչ որ Տիրոջն է։ Տիրոջը իր անունով իրեն ենք մատուցում։ Իր ստեղծածը իրենով իրեն ենք մատուցում։ Մենք ոչինչ չունենք այս կյանքում, այս աշխարհի վրա։ Ոչ մի բանով պարզենալու չունենք, ոչ մի բանով հպարտանալու չունենք, ոչ մի սեփականություն չունենք։ Մենք տկլոր եկել ենք այս աշխարհ։ Եթե որևէ մեկ մարդ իր մոր արգանդից այս աշխարհը եկել շորով, կոշիկով, թող ձեր բարձրացնի։ Ոչ ոք չի եկել։ Ով որ եկել է, հետը բերել է ոսկի բռլյան, թող ձեր բարձրացնի։ Ոչ ոք ոչինչ չի բերել։ Հետևաբար ոչինչ չունի մարդը։ Ինչ էլ որ ունի, Տիրոջից ունի։ Եթե Տիրոջն է, ուրեմն Տիրոջն էլ Տիրոջը պետք է վերադարձնի։ Այն ամենը ինչ որ ծառայեցնում ենք, այն ամենը ինչ որ երկրպագում ենք, այն ամենը ինչին որ մենք խորհուրդ ենք տալիս, իմաստ ենք տալիս, նպատակ ենք տալիս, այդ ամեն ինչը Տիրոջ անվան համար է արվում, հանուն բոլորի փրկության եւ հանուն բոլորի միավորման։ Ինչպես ասում է այսօրվա պատարակի այդ խոսքը. «Ի քոյս քեզ մատուցե», այսինքն քոնը քեզնով քեզ է մատուցում։ Ըստ ամենայնի եւ հաղագս ամենեցում։ Որտեւ ինքն է, որ վիմակարն է, ինքն է, որ սյունն է, ինքն է, որ այն կառույցն է, որի վրա որ կառուցված է, թե մատուրը, թե եկեղեցին, թե ամեն բան, ինչ որ կատարվում է։ Դրա համար թերի կլինի, եթե ասենք, Տեր, ես քեզ հավատում եմ, բայց չընդունեմ եկեղեցին։ Թերի կլինի ասեմ, Տեր, ես քեզ սիրում եմ, բայց այդ եկեղեցու մեջ գտնվող ամեն քար ու թուփ, ամեն սրբություն, ամեն դարաշրջան անցած բան չսիրեմ։ Չի լինի։ Դրանով նաև սիրում եմ մենք մյուսիս, մեկս մյուսին ենք սիրում, որովհետև մեկս մյուսով ենք ապրում, թերով կապված ենք իրար հետ, մենք դարերով եկել ենք, մենք հայ չենք կոչվի, եթե չունենանք ավանդույթ, մենք հայ չենք կոչվի, եթե չունենանք ինքնություն, մենք հայ, հայրենիք, Հայաստան չենք կոչվի, եթե չունենանք պատմություն, իսկ այդ պատմությունը դարերով է կերտվում, ինչքան հին ազգ ես լինում, ուրեմն այնքան նշանավոր ես լինում, բայց մեկ բան էլ կա, ինչքան հին ազգ ես, այնքան շատ հալածվող ես։
Ուրեմն ինչքան Աստծո անունը շատ ես կիրառում, այնքան շատ ես հալածվում։ Ինչքան Աստծո մոտենում ես, այնքան փորձանքը ավելի շատանում է։ Միշտ պետք է հիշենք, ինչքան լավ բան կա, որին դու մոտենում ես, ինչքան լավ բան կա, որով դու պիտի ապրես, ինչքան լավ բան կա, որի անունը վրեդ պիտի վերցնես, ուրեմն պետք է իմանանք, որ այդքան շատ պիտի հալածվենք, այդքան շատ պիտի չարչարվենք, այդքան շատ պիտի տարապենք։ Հիսուս Քրիստոսի օրինակը ձեզ որպես օրինակ։ Աստված որևէ մեղք գործել է։ Երբևէ մարդուն այն կոպիտ ասած, էշին քշա ասած կար։ Իր որդին ինչ էր արել։ Եկել էր մարդկանց բժշկելու, հազարավոր, 100,000-ավոր մարդկանց բժշկելով մաներ, ոչ օր ուներ, ոչ գիշեր ուներ, ոչ քուն ուներ, ոչ դատար ուներ, ոչ այնպես հակ ու կապ ուներ, ոչ կերել էր, ոչ խմել էր, ոչ մի բան չեր էր։ Սարերով, ձորերով, քայլելով, բոլորին բժշկելով, բոլորին սեր քարոզելով, բոլորին խաղաղություն տալով, ջերմություն տալով եկել էր։ Ինչի խաչիկ։ Ինչի խաչի։ Բայց տեսեք այդ խաչելության ճանապարհը դարձավ ավելի քաղցրը, բայց եթե չխաչվեր Հիսուս Քրիստոս, այսօր ժողովուրդ չէինք դառնա։ Ինչպես ասում է Պետրոս Առաքյալը, դուք ամբողջ կմնայիք։ Իբրև հեթանոսներ ամբողջ կմնայիք։ Ինչի համար է ասում ամբողջ։ Որտեղ ամեն մեկը մի բանի հավատում էր։ Մեկը մեկի հետ կապ չուներ։ Ասենք մի տան մեջ 5 հոգի մարդն էին, 5 հոգի տարբեր բանի էին հավատում, 5 հոգի տարբեր սատանայության հետևորդ էին։ Իրար հետ չունեին։ Ուրեմն դրա համար ամբողջի էին նման։ Իսկ եթե մարդը, եթե մի ազգ, մի հայրենիք, մի վայր, մի խումբ, որտեղ որ ժողովուրդ է կոչվում, ասում է դուք դարձաք ժողովուրդ, Աստծո ժողովուրդը դարձաք, Աստծո սուրբ ժողովուրդը դարձաք։ Այսինքն նշանակում մեկ անբան առաջ կանգնեցիք, մեկ անբան շուրջ համախմբվեցիք, մեկ հավատքի շուրջ համախմբվեցիք։ Ինչի ենք հիմի մենք սպես տարանջատված, ազգով ինչի ենք տարանջատված։ Միշտ ասում եմ ես այս խոսքը։ Ինչի ենք տարանջատված, որովհետև տարբեր հավատք ունենք։ Ոչ թե որ մեղքերներս է շատ, դա իր հերթին։ Որովհետև տարբեր հավատք ունենք։ Հավատք ունենալ չի նշանակում թե սուրբ լինել։ Սա պետք է նկատի ունենալ։ Կարող ես հավատք ունենալ, բայց սուրբ կարա չլինես, որտեղ ոչ ոք սուրբ չես երկրի վրա։ Դու կարող ես մեկ հավատք ունենալ, բայց մեղավոր էլ լինես։ Այս կարևորը մեկ հավատք ունենաս։ Այդ հավատքն է համախմբողը, մեկ հավատքը։ Երբ որ տարբեր հավատք ունեցա, ուրեմն ազգը ազգ չի դառնա, հայրենիքը հայրենիք չի դառնա, քաղաքը քաղաք չի դառնա, գյուղը գյուղ չի դառնա, համայնքը համայնք չի դառնա։ Ինչքան ուզում ես ցրտի, ուզում ես տնտեսությունը զարգացրա, ուզում ես քաղաքականությունը զարգացրա, ուզում ես պետությունը զարգացրա, ինչ ուզում ես արա, ուզում ես ամբողջ աշխարհի հարստությունը բեր լից քո երկրիդ մեջ ու շենացրա, միևնույնն է, դժբախտ ես լինելու։ Ինչի համար, որովհետև մեկ հավատք չունես։ Որովհետև այն ինչ որ պիտի բերեսել, դա քոնը չէր որ բերիր։ Որովհետև այն ամեն ինչ որ Աստծուն էր պատկանում, Տիրոջը չծառայեցրիր, Տիրոջը ծառայեցնելու ճանապարհով չդարձար իբրև երկրի տեր։ Տիրոջը չծառայեցնելու ճանապարհով չդարձար իբրև տնտեսագետ, զարգացած երկիր, զարգացած հող, զարգացած համայնք։ Այ դրա համար է որ այս վիճակի։ Օրինակ շատ մեծագույն ցավ է, որին պատահական ուզեցի հիմա անդրադարձ կատարել։ Յուրաքանչյուր պետական եւ ոչ պետական, աշխարհաքաղաքական, տեղական, հոգեվոր եւ ոչ հոգեվոր, բոլոր տեսակի միջոցառումների ժամանակ Աստծո ներկայությունը պետք է լինի։ Եթե չկա, ուրեմն ամեն ինչ ձևական։ Յուրաքանչյուր գյուղական կլինի, համայնքային կլինի, քաղաքական կլինի, չգիտեմ ինչ տեսակի միջոցառում որ պետք է իրականացնես, որի ժամանակ պետք է ժողովուրդը համախմբվի ինչ որ մի բանի շուրջ պետք է երկի բարի ուրախանա, եթե դրա մեջ Աստծո ներկայությունը չկա, ուրեմն դա փուջ է։
Այսօր ամենք հայլափոխի նայում, թեկուզ իմ համայնքի մեջ լինի։ Ես մյուս համայնքների մասին թեկուզ խոսեմ, իմ համայնքների մեջ լինի։ Ինչ տեսակ միջոցառումներ ասես իրականացում են։ Քահանան ներկա չէ։ Ասա նշանակում է թե այդ ազգը խարխլված է, քանդված է, այդ համայնքը գոյություն չունի։ Ինչքան ֆինանս ուզում ես դիր։ Ինչ գործ ուզում ես ձեռնարկիր։ Այն ընտանեկան միջոցառումներին, այն գյուղական միջոցառումներին, ցանկացած միջոցառում, որտեղ ներկա չէ Աստված, ուրեմն այդտեղ ներկա է Սատանան։ Եվ ցանկացած պահի հնարավոր է որ այդ միջոցառումը դառնա չգիտեմ ինչ։ Ուրեմն դրա համար ասում ենք Աստծո ներկայությունն է պետք մեր կյանքում ընդհանուր ներկայությունը, որպեսզի նրա սեփականությունը իրենով հենց իրեն մատուցենք։ Մեկ քար դրել ենք, այդ քարի համար Աստծուն շնորհակալ լինենք։ Իսկ Աստծուն շնորհակալ լինելու համար ապացույց է պետք է ապացուցես։ Իսկ ապացույցը եկեղեցու ներկայությունը պետք է լինի դեռ։ Որովհետև Աստված իջավ այս աշխարհ, հիմնեց իր եկեղեցին, հիմնեց իր սյունը, վեմը դրեց։ Այդ վեմի ներկայությունը պետք է։ Ուրեմն դրա համար պետք է, որպեսզի հասկանանք, թե այսօրվա տոնի խորհուրդը ինչու՞ն է։ Ինչի համար ենք մենք կոչվում աշխարհամատրանք կիրակի։ Ինչի համար ենք կոչվում Աստծո հաստատման կիրակի։ Ինչի համար ենք կոչվում կանաչ կիրակի։ Որովհետև սրանք բոլորը Աստծո ներկայություն են ապահովում մեր կյանքից ներս։ Կանաչ կիրակի նոր զարթոնքն է, նոր ծիլն է, նոր ծաղկն է։ Այսինքն եթե ուզում ես նոր ազգ դառնաս, ամբողջ չլինես, այլ սուրբ ժողովուրդ լինես, ուրեմն պետք է նոր ծլես, նոր ծաղկես Քրիստոսի հարության շնչով, Քրիստոսի հարության հույսով։ Եվ այդ ամեն ինչը դրսում չի լինելու։ Պետք է լինի այնպիսի մի վայր, որը կփրկի քեզ դրսի արեկոծություններից։ Ինչպես Նոյին ջրեղեղի ժամանակ Նոյին փրկեց տապանը ջրեղեղից։ Այնպես էլ, եթե ուզում ես Աստծուն ծառայես եւ ծառայեցնես ամեն բան, քո մեսուն ծիլ արթնանա, ծիլը ծաղկի, ուրեմն նշանակում է պետք է տապան ունենաս, որի տակ պետք է մտնես։ Պետք է ընդունես այդ տապանը, այլապես ջրեղեղից կմեռնես։ Այսինքն սատանայի փորձություններից կմեռնես, չարի ազդեցությունից կմեռնես։ Եկեղեցուց դուրս փրկություն չկա։ Եկեղեցուց դուրս կործանում է։ Ով չի ընդունում եկեղեցի եւ չի մտնում այդ տապանի մեջ, չի ընդունում դրա պաշտպանությունը, դրանով փրկությունը, ուրեմն նշանակում է ինքը կործանված մարդ է։ Ինչքան էլ ուզում է Աստծուն հավատի։ Ինչ է Նոյի ժամանակ մարդիկ Աստծուն չէին հավատում, հավատում։ Մենակ Նոյն էր հավատացյալ, չէ։ Մյուսներն էլ էին հավատում, բայց ինչպես, մենակ անունով։ Նոյն ասում էր, եկեք մտեք տապան, ջրեղեղ պետք է տեղի ունենա, մարդիկ Աստծո անվանն էին հավատում, ասում, Աստված կփրկի մեզի։ Ասում է, պետք է ասում մտնես տապան, որ փրկվես։ Ասում է, ձևական բաներ ես։ Աստված դրսում էր կփրկի։ Այսինքն Աստծուն ընդունում էին, բայց Աստծո խոսքը չէին ընդունում։ Դրա համար պատժվեցին։ Հիմա էլ ներկայությամբ մարդու հետ խոսում ես, ասում է, դու իմ ու Աստծո միջև միջնորդ մի հանդիսացի։ Ասում ես, Աստծո պատգամն է, Սուրբ Հոգով քեզ հրամայում եմ, ասում եմ, որ վաղը մյուս օրես ինչ բանն է տեղին, ասում եմ, դուք եք հորինել։ Գնա քո մեղքերդ ները, հետո նոր արի ինձ ուղղություն տուր։ Դուք եք Սուրբ Գիրկը սխալ հասկանում, դուք եք ժողովրդին մոլորեցնում, դուք եք սա անում կամ նա անում։ Մարդուն ճշմարիտ ուղղություն ես տալիս, Աստծո պատգամն ես փոխանցում, ասում ես սխալ ճանապարհի վրա ես, եղբայր, քույր, հետ դարձի, կործանվելու եք, մտեք տապան, որովհետև ջրեղեղը եկավ։ Ասում այ մարդ պետք չէ։ Մենք դրսում Աստծո անունը կտանք կփրկվենք։ Մեկ է հոբ տեսնում ես դրսում Աստծո անունը տալիս է, երկրորդ օրը զանգում ասում է Տեր արի, ես ինչ մարդը մեռել է, արի։ Գնում ես կանգնում ես դագաղի դիմաց, ինչ ասես։
Բարեկամներին ասում ես 3 օր առաջ ես մարդուն ես զգուշացրեցի։ Էս ինչ բանը մի արա։ Տարիմ առաջ զգուշացնում էի։ Դու կհասնի մի օր փրկություն չես ունի։ Դուրս ես գալի նույնն էլ իր տան անդամները, ընտանիքի անդամները, ասում է Տեր նեգավանից ես գնաց։ Ինչ բացադրես ես ամբողին։ Ինչ բացադրես ես ժողովրդին։ Սա ամբող է, ժողովուրդ չէ։ Որտեւ Աստծո պատգամը տալիս ես։ Քեզ անիծողի տեղ են դնում։ Քեզ ասում ես, ես ինչ բանը մի արա, քանի որ կպատժվես, ես ինչ բանը ասում դու անիծում ես։ Լրես չի լինի, չլրես չի։ Ուրեմն դրա համար հիմա էլ իբրև հավատացյալ ժողովուրդ ասում, մտեք տապան, որպեսզի փրկվեք։ Ընդունեք տապանը, իբրև եկեղեցի։ Ընդունեք այն տապանը, որ Աստված շինեց եւ իր վեմը դրեց այդ տապանի մեջ, որպեսզի մարդը, ով հավատա դրան, փրկվի։ Ուրեմն հավատացեք ու փրկվեք։ Հավատացեք այդ եկեղեցու անվանը, հավատացեք այդ մատուրի անվանը, հավատացեք այդ սրբության անվանը, որ այնտեղ Աստծո վեմն է դրված, որպեսզի փրկվեք։ Եվ այն ավետիսը, որ պիտի տան Քրիստոս հարյավի մեռելոց օրհնյալ է հարությունը Քրիստոս հալալ լինի մեզ համար։ Տիրոջ օրհնությունը, սերը եւ Սուրբ Հոգու զորությունը բոլորիս հետ լինի այժմ եւ հավիտյանս ամեն։